տեսնում եմ այսօր բոլորը ներկա եք գտնում դասին։ Այժմ ով կարող է հիշեցնել որն է այսօրվա մեր դասի թեման։ Հենրիկ։ Բագրատունների հաստատումը հայոց գահին։ Ապրես Հենրիկ ջան, կեցես նստի։ Սիրելի աշակերտներ, այ Բագրատունների արտահայտողի հաստատումը հայոց գահին, չէ՞, ինչպես իմացան մեր այսօրվա դասը։ Իսկ կարող եք ասել, երբ հաստատվեց Բագրատունյաց արտահայտողը եւ ով է հիմնադիր արքան։ Ով կարող է պատասխանել։ Լևոն։ Շատ ապրես, որ թվականին է գահակալել Աշոտ Բագրատունին, Նարակ։ 885-ից 890։ Ապրես Նարակ ջան։ Իսկ երեխաներ, մինչև Բագրատունյաց արտահայտողը, մենք ուրիշ ինչ արտահայտողներ ունեինք հայոց պատմության մեջ կամ մեծ հարկի տարածքում։ Սավեր։ Թագավորություն ապրես, հաջորդը, էլի թագավորություններ ունեինք։ Լևոն։ Շատ ապրես Լևոն ջան, հաջորդը։ Իսկ միջաշակումների արտահայտողը։ Նարակ։ Ապրեք երեխեք ջան, Արտաշեսյաններ շնորհակալություն։ Արտաշեսյաններից հետո որ արտահայտողի հաստատում կան իրավեք։ Ապրես Նարեկ ջան, Աշակունիներ։ Իսկ այսօր որ արտահայտողներ ուսումնասիրում։ Մանանա, ապրեք երեխեք ջան, Բագրատունների արտահայտողը։ Սիրելի աշակերտներ, այժմ եկեք ՏՀՏ գործիքներ օգտագործելով, միաժամանակ օգտվելով եւ հեռախոսներից եւ համակարգչից անցկացնել մեր դասը։ Դուք հարգելի սովորողներ, ուրեմն բոլորը քաջ ծանոթ եք աշխարհացույց կրթական հարթակի եւ եկեք աշխարհացույց կրթական հարթակը օգտագործելով մեր դասը դարձնենք ավելի արդյունավետ։ Այդ հիմա բոլորդ նայում եք էկրանին, կարող եք ասել ու պատկերն է կերպարն է պատկերված էկրանին, Սավեր, ապրես Սավեր ջան, ապրես հասկացանք, իսկ ով էր Աշոտ Բագրատունին, Նարեկ, Բագրատունների թագավորության առաջին հիմնադիր։ ապրեք երեխեք ջան, Բագրատունյաց թագավորության հիմնադիր արքան։ Երեխաներ, իսկ ով կարող է ասել, որ պետության արշավանքներից, հարձակումներից հետո ստիպվեց Բագրատունյաց արքայատունին։ Ապրես Մանուելա ջան, արաբական խալիֆայության արշավանքներից հետո։ Սիրելի աշակերտներ, այժմ մենք եկեք հաջորդ ուրեմն մեր դասի ընթացքում այս որ տարածքներն են երեխեք ջան, սիրելի սովորողներ պատկերված, կարող եք ասել, որ տարեց սկզբնական շրջանում, Նարեկ, ապրես Նարեկ ջան, ում օրոք կաստմարաքարակ դարձավ, Հենրիկ, Աբաս Բագրատունը, ապրես, Հենրիկ ջան, ինչ գիտես կազմի մասին, ստեղծվեց Բագրատունների շրջանը, Աբաս Բագրատունը, ով հաջորդեց Աշոտ երկրորդին։ Սիրելի աշակերտներ, իսկ մենք խոսեցինք Աշոտ Բագրատունի մասին, չէ՞։ Մենք նորից միացնենք Աշոտ Բագրատունու, ուրեմն նկարի պես տեսնենք, այ դուք ասացիք Աշոտ Բագրատունին երբ էր թագավոր հռչակվել։ Լևոն։ 880։ Օքեյ, շատ ապրես, կեցես Լևոն ջան, բան մինչև 885 թվականի հայոց թագավոր օծերը։ Աշոտ Բագրատունին ուրիշ ինչ պաշտոններ են զբաղեցնում մեծ հարկի տարածքում։ Մանանա։ Սկզբում իշխանած իշխան։ Հենրիկ։ 885 թվականի սպարապետ։ Որ թվականի։ 855։ Ապրես Հենրիկ ջան, այնուհետև։ Նարակ։ Երկրի կառավար։ Լևոն։ 862 թվականին դարձավ իշխանություն։ Ապրես Լևոն ջան, իսկ այնուհետև։ Նարեկ։ 885 թվականի օգոստոսի 26-ին Բագարան քաղաքում Գևորգ Գառնեցու կողմից օծվեց թագավոր։ Ապրես Նարեկ ջան, դեցես։ Սիրելի աշակերտներ, կարող եք մոտենալ համակարգչին։ Այսօրվա մեր Բագրատունյաց հաղթող եք եղել իստեր։ Լևոն ջան, կարող եք մոտենալ սանդերներ միասին։ Այդ դուք Բագրատունների արտահայտողի հետ կապված կարող եք միացնել, այդ կարևոր եւ խոսենք Նարեկ ջան, միացեք Բագրատունյաց արտահայտողից
Նարեջան, ձգեր էսը, Հենիկ ջան, միացրեք այլ հենց բագրատումյա արտահայտողի հիմնադիրը դասասի Աշոտ Բագրատն է։ Դե միացրեք։ Այն չետաքրքիր, ինչն է պատկերված նկարի տեսքով, Նարեջան։ Այսինքն սա բագրատների ժամանակաշրջանի մեծ հայտնի տարածքն է, այստեղ ով է պատկերված, ծանրեք այս նկարում Աշոտ Բագրատունի, որը որ Նարէ հանդիսանում է, բարձր, բարձր, Բագրատունի թագավորության, ապրես Նարէ ջան, հիմնադիր արքան, իսկ կարող ես լուսանկարի տեսքով միացնել հենց կասի համանապատկերը, Նարէ ջան, Երեխեքա Բագրատների զինանշաններ, այնտեղ պատկերված է կարգախոսի նկարը, որ է Բագրատների ժամանակաշրջանում, այն որ կաթողիկոսներ, որ Աշոտ Բագրատունի օծես թագավոր, Գրիգոր եւ որ բգարվեցին։ Սիրելի աշակերտներ, այժմ ձեր այդ տվյալ նստած խմբերով եկեք մենք կատարենք խմբային աշխատանք ու փորձենք խմբային աշխատանքի արդյունքում ավելի պատկերավոր կերպով հասկանանք եւ ամփոփենք մեր այսօրվա դասը։ Ուրեմն մեկ խմբի կհանձնարարել մի փոքրիկ շարադրանք ձևակերպել Աշոտ Բագրատունի վերաբերյալ, մյուս խմբին կհանձնարարել փոքր կարճ բանաստեղծություն օրինակ Աշոտ Բագրատունի մասին, իսկ մյուս խմբին նկարի տեսքով, այսինքն նկարել Աշոտ Բագրատունին։ Դե սկսեցինք խմբային աշխատանքը, Նարէ ջան, ձեզ բաժանում եմ անչորս ֆորմատի կրկնել, գծագրական մատիտները կխնդրեմ վերցնել։ Ուրեմն, ամեն մի խմբի հետի ձեզ հանձնարարում է փոքր Լևոն եւ Էմի փոքր շարադրանք Աշոտ Բագրատունի վերաբերյալ։ Մաներա ջան, ձեզ հանձնարարում է ուրեմն նկարել պատկերել Աշոտ Բագրատունի, Նարէ ջան, ձեզ են հանձնում է բանաստեղծություն գրել Աշոտ Բագրատունի կարճատև օրինակ վերաբերյալ այս Սավե ջան, ես ոչ թե համակարգական դուք նկարի տեսքով պատկերեք Աշոտ Բագրատունին դուք փորձում եք բանաստեղծություն որինել Աշոտ Բագրատունի վերաբերյալ անհետև անցնենք մեր հաջորդ աշխատանքների կատարմանը։ Վերջացրեցիք։ Տեսնեմ ինչ գեղեցիկ բանաստեղծություններ օրինակ, վերջացել է Նարէ ջան։ Հա, դե վերջացնենք, նոր անցնենք քննարկմանը։ Շատ գեղեցիկ է Նարէ ջան։ Ապրեք։ Եցեք։ Բայց փորձում եք այս ձևով պատկերացնել Աշոտ Բագրատունին։ Շատ գեղեցիկ է ստացվել։ Կա ինչ-որ աշակերտ, որ վերջացրել է իր աշխատանքը։ Նարէ ջան, տեսնենք։ Օգտեսիմ աղջիկ։ Սիրելի աշակերտներ, նայեք մեր Նարան Աշոտ Բագրատունին շատ գեղեցիկ կերպարի մեջ փորձել է բնութագրել։ Ապրես Նարա ջան, շատ գեղեցիկ նկար է ստացվել։ Ինչ եք արել։ Գեղեցիկ վերջացրեցիք, դե կխնդրեմ բարձրացնել կաքաս, դասընկերներ նույնպես լսեն։ Աշոտն է նա, Հարջուխիզա, Սուրը ձեռքին, Մարտինան, արաբների նաջար տվեց հայավարի արքակակը։ Ապրես Նարէ ջան, կեցես։ Դուք, սիրելի աշակերտներ, ներևս գնում։ Նարէ ջան նկարեցիք, տեսնենք։ Ապրես, Սավե ջան, Նարէ ջան քանները շատ գեղեցիկ ստացել։ Տեսեք, սիրելի աշակերտներ, ձեր դասընկերները Աշոտ առաջինի փորձել են նման կերպարանքով պատկերել ապրեք շատ գեղեցիկ աշխատանքները։ Լևոն ջան, միգուցե բավական այդքան կհասան։ Կարդանք, հենց վերջացրեցիք, դե կարդան տեսնեմ ինչ ես գրել Աշոտ առաջինի Բագրատունի վերաբերյալ։
Արևյալ։ Աշոտը Բագրատունի եղել է Բագրատունյան թագավորության հիմնադիրը։ Դա բարձրացավ 885 թվականի Արաբական խալիֆայության տիրապետությունից հետո։ Դա զարգացրեց Բագրատունյան թագավորությունը, ուժեղացրեց եկեղեցիները։ Բագրատունյան թագավորությունը Աշոտ Բագրատունի եղել է Բագրատունյան թագավորության մեծագույն թագավորներից մեկը։ Ապրեսների ջան։ Համամետեք ձեր 15-րդ գրված մտքերի շարադրանքին։ Այո, ես էլ շատ ճիշտ մտքերը ձևակերպել, Լևոն ջան դու կարդա։ Աշոտ առաջին արաբական խալիֆայությունից հետո օժտվեց հայոց արքա։ Նա պատմության մեջ եղել է հզոր արքա։ Ճակատագիրը նրան տվեց 5 տարի, իսկ նա 5 տարվա ընթացքում Հայաստանը տվեց այն հզորությունը, որը չէր տեսել դարերի ընթացքում, եւ իր հուշերը թողեց հզոր դիրքերի եւ եկեղեցիների կարևոր ուժով։ Նա գահակալել է 885-ից 890 թվականներին, դա 855-ին դարձավ սպարապետ, 862-ին դարձավ Իշխան։ Իսկ նրա կյանքի ճանապարհը շատ դժվար էր, որից հետո նա դարձավ հայոց արքա։ Ապրեսների ջան։ Լևոն ջան, շնորհակալություն, շատ ճիշտ է։ Սիրելի աշակերտներ, այսօր եկեք գրատախտակին բերի դիագրամ մեթոդով փորձենք ավելի հասկանալի դարձնել մեր դասը։ Նայեք այս մի շրջանի վերևում, որ արքայանուն է դրված, կրթական որ արքայատոմի ներկայացուցիչներ, ապրես, իսկ մյուս շրջանի վերևում պատկերված է, գրված է, ում անունն է, որ արքայի Աշոտ Բագրատունին հանդիսանում էր որ արքայատոմի հիմնադիր արքան։ Տեսնեք, մենք փորձեցինք Արշակունիների եւ Բագրատունիների արքայատոմների միջև փորձենք գտնել Բենի դիագրամ մեթոդի միջոցով նրա նմանություններն ու տարբերությունները։ Հիմա ով կցանկանա գալ, ասենք, տարբերություններից մեկուսը Նարեկ Կարծունքում հիշում եք, թե ձեր կողմից արված ունենք նաև Հայաստանի մայրաքաղաքների տեսքով պաստառը, որտեղ նույնպես դրված է կարճ մայրաքաղաքը, տեսնում եք, այսինքն Էնիկ ջան ասած, ինչպես որ դուք քիչ առաջ նշեցիք, Աբբաս արքայի կողմից կառուցված մայրաքաղաք կազմը։ Իսկ կարող եք ասել Բագրատունիների արքայատոմի ժամանակ Աշոտ երրորդ ողորմած արքայորեն որ մայրաքաղաքը հռչակվեց Անի, շատապես որ թվականին 961 ապրես, շատապես տեսնենք ապրես, Նարեկ ջան, ուրեմն կարող ենք նաև փոքրատար գրենք լավ հաջորդ եկող աշակերտը կդարձվի փոքրատար, այսինքն այս բարաժան փոքրատարն հանդիսանում էր Պարթև, իսկ Աշոտան հանդիսանում էր հաջորդը Նարեկ, կխնդրեք փոքրատարելու, հայտ ենք Նարեկ ջան հետո պարթևը դեպ կարող ես դարձնել Այսինքն սիրելի աշակերտներ տարբեր են, չէ՞, մեկը պարթևների ներկայացուցիչ է, մյուսը հայերի ներկայացուցիչ է։ Հաջորդը Նարեկ ջան Ճանաչեցի նկատություններ և ոչ թե հարողան։ Այնտեղ փոքրատար, բնականաբար, հատուկանոց է։ Այդան արիջան, ճիշտ է։ Հասկանալի լինի, եթե տրթատի պարագայում, դե արդեն շարունակի։ Տրթատ առաջինը ճանաչվել է Հռոմի կողմից, այո, ապա Աշոտան ճանաչվել է արաբական խալիֆայության կողմից։ Ապուս Նարեկ ջան, հասկացաք չէ երեխաներ, տրթատը Հռոմի կողմից էր թագավոր կարգել, իսկ Աշոտան արաբների կողմից է, հաջորդը շնորհակալություն Նարեկ ջան։
Եթե Սամվելը կխնդրեի բացատրել հրավաների որը ղեկա թագավորը թագավորը դալ Աշակը ներկայացնել աշակերտների արքայատոմս Աշոտ ան Բագրատունին ապրես Սամվել ջան, եթե ճիշտ պատասխան կարելի մտքեր պատասխանել Լևոն Ապրես, այսինքն երկուսի պարագայում և տղական և աշոտան հանդիսանում էին այո, ապրես կան նմանություններ չէ Լևոն ջան, ապրես, շնորհակալություն նարար ներկայացնել որ դինաստիա, հերթական, որ դինաստիա, այո, իսկ աշոտար, այո, այսինքն երկու արքաներ հանդիսանում են արքաները դինաստիայի կամ արքայատոմի հիմնադիր արքաներ, շնորհակալություն առաջ ճիշտ կարելի Պետք է դու կար որ նմանություն տարբերություն ես պատասխան Նարեջան գնանք Շատ ապրես Նարեջան Շատ ճիշտ այո Այսինքն օտաների կողմ, ապրիք, շատ ապրես Նարեջան, շատ ճիշտ պատասխան Սիրելի աշակերտներ, այժմ դուք ոնց հասկացավ, շատ լավ հասկացել եք դասը Սիրելի աշակերտներ, եկեք ձեր փոխադարձ գնահատմանը, ինչպես նվեր գնահատմանը Հենրիկ, ինչ կգնահատեք քո դասընկերներին Կոնկրետ Լևոնի, քո կողքին ես տաս դասընկերը չեմ, ինչ կգնահատել Հենրիկը Իրա մտածելու համար ես 8 Այո, ինչի համար Իրա մտածելու, որ իրա լավ աշխատում Ապրես Հենրիկ ջան, Լևոն ջան Այո, շատ ես պատասխան Լևոն համաձայն եմ քո պատասխան հետ Ես լրիվ համամիտ եմ Լևոն, ինչ կգնահատեք Նարին, դասընկերներին Դարեջան ունեն Ինչի համար վերաբերյալ Այսինքն ջերեցիկ մտքերով կարողացել էլես ուները իրավահավաք ստացել էր գեղեցիկ Այո, Լևոն ջան Բադրեք քեզ ինչ կգնահատեք Ինչի համար Տեղ կար սխալ էի գրել Շարադրանքի մեջ Իսկ բանավոր պատասխանները ինչպես կգնահատեիք Ինչի համար Տեղ կար չկարողացա պատասխանել Հասկացան Լևոն ջան, բայց դու այնքան Բայց ես Լևոն ես խորմիչ Հա, բայց ես միգուցե քեզ ավելի բացի գնահատեի, որովհետև դու բոլոր բանավոր խոսքին հետ բոլոր պատասխաններ տվեցիր, տրվեց քո կողմից ճիշտ պատասխաններ։ Շնորհակալություն Լևոն ջան, Նարա ջան, ինչպես կգնահատեք Մանանային։ Ինչի համար, այ կոմպլետ իրենց գրած բանաստեղծության համար Այսինքն մտքեր դրեք եկավ, ինձ դրված բացասային կարած չէ, Նարա ապրես, Նարա ջան, Սամվել ջան, ինչ կգնահատել Հենրիկին։ Հենրիկին Այո, կգնահատեի 8 ինչի համար, որին կարողացա
հարցավ թե այս կարճ ժամանակում միջև մենք նկարեցինք կողմնորոշվի Այո, շատ ճիշտ պատասխան։ Այսինքն եւ բանավոր խոսքի մեջ ճիշտ պատասխաններ դրվեց եւ կարողացավ գեղեցիկ կերպով շարադրել կողմնորոշվել ու գրել արքայնոսին փոքրիկ շարադրան ապրես արադատ իսկ ինքը քեզ ինչ հատել քո պատասխանները ինչի համար կոնկրետ որտեղ դերացար այսինքն բանավոր պատասխանի մեջ բայց դու դրա փոխարեն կխնդրեք քո նկարը եւ ինձ սպանում սա է բայց դու շատ գեղեցիկ կերպարի չես ստացել աշոտաբագրատունուն նկարելով ստացել ես շատ գեղեցիկ կերպարանք այդպես որ դու ես շատ լավ այսօր քո կողմից տվեցին պատասխանել գեղեցիկ ու նա գեղեցիկ նկարի տեսքով այնպես եկա որպես աշխատանք ներկայացրեցի շնորհակալություն Նարեջան Սարգսյանարի դու ինչ դեպատեի ողնած ոսկե դենհատել նարայի ինչ դենհատել նարայի ինչի համար այսինքն որտեղ շատ գեղեցիկ աշխատանք կատարել անցել այդ տեսքով այո շնորհակալություն սիրելի աշակերտներ հիմա ուշադրի ենք լսում ես ձեզ որպես տնային հանձնարարություն հետևյալ խմբային այսինքն խմբերով տալիս են այս կրթությունների դրագրված հարցերը եւ որպես տնային հանձնարարություն հաջորդ ժամը գրավոր ներկայացած այս հարցերի պատասխանելու եք գրավոր կերպով եւ արդեն կհանձնեք ուրեմն առաջին խմբին տալիս են հետևյալ հարցը ինչպիսի կլիներ Հայաստանի վիճակը այլոց չէ կարող ես չգրես դուք դասամիջոցին արդեն կփոխանցեք իրար ես մայստես տալիս եմ դուք հարցին ծանոթացեք մի ժամը գրավոր կերպով կներկայացնեք այդ ինչպիսի կլիներ Հայաստանի վիճակը Նարեջան այժմ եթե Աշոտ Ան լիներ մեր օրերի ղեկավարը լավ Լեոն այս տալիս եմ ձեզ որպեսզի դուք միասին կաշխատեք, բայց ամեն մեկը առանձին տանեք աշխատեք եւ գրավոր կերպով կբերեք։ Հաջորդ խմբին տալիս է, ինչ կանեի ես, եթե այդ ժամանակ լինեի հայոց արխա։ Սարոջան կմտածեք այս արդյունությամբ եւ երրորդում ձեզ եմ տամ այս հարցը, ինչ կասեի Աշոտյանին, եթե հանդիպեի նրան։ Եթե հանդիպեի նրան։ Ուրեմն դուք տանը որպես գրավոր հանձնարարություն մի ժամը կգրեք, կբերեք